Ապրիլի 24-ին աշխարհի հայերն ու մեր ժողովրդի բարեկամները ոգեկոչում են հայոց ցեղասպանության սրբադասված 1,5 միլիոն նահատակներին։ 111 տարի առաջ այս օրը 1915 թվականի ապրիլի 24-ին Օսմանյան Թուրքիայի մայրաքաղաք Կոնստանդնուպոլսում սկսված հայ մտավորականների, գրողների ու երաժիշտների, բժիշկների ու ճարտարապետների ձերբակալություններով, ապա սպանդով սկիզբ առավ կայսրության հայ հպատակների բնաջնջումը։ Ամիսների ընթացքում տեղահանվեց հայկական բարձրավանդակի բնիկ ժողովուրդը և մահվան քարավաններով քշվեց Դերձորի անապատ։ Մայիսի 24-ին Օսմանյան կայսրության դեմ պատերազմող դաշնակիցները Ռուսաստանը, Ֆրանսիան, Անգլիան համատեղ հայտարարությամբ պահանջեցին դադարեցնել անմեղ հայ մարդկանց զանգվածային սպանությունները, առաջին անգամ միջազգային եզրույթաբանության մեջ ներառելով հանցագործություն մարդկության դեմ ձևակերպումը։ Տասնամյակներ անց իրավագետ Ռաֆայել Լեմկինը հենց հայերի զանգվածային սպանդի առանձնահատկություններն ուսումնասիրելուց հետո է միջազգային շրջանառության մեջ մտցրել ցեղասպանություն եզրույթը։ 1990 թվականի օգոստոսի 23-ին ընդունված Հայաստանի անկախության հռչակագրի 11-րդ կետի համաձայն Հայաստանի Հանրապետությունը սատար է կանգնում 1915 թվականին Օսմանյան Թուրքիայում և Արևմտյան Հայաստանում հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործին։ Ապրիլի 24-ի գլխավոր խորհրդանշական վայրը, ուր այցելում են 100 հազարավոր մեր հայրենակիցները, Ծիծեռնակաբերդի բարձունքն է, հայոց մեծ Եղեռնի զոհերի հուշահամալիրը։ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II Մայրաթոր Սուրբ Էջմիածնի միաբանների ուղեկցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և կատարել հայոց ցեղասպանության սուրբ նահատակների բարեխոսական կարգ։ Այդ առիթով հուշահամալիր է բերվել հայոց ցեղասպանության սրբոց նահատակած Մասունքարանը։ Ժամը 11-ին Սուրբ Էջմիածնի մայրտաճարում մատուցվել է պատարագ, որի ավարտին աղոթքի և ուխտի խաչքարի առջև կատարվել է սուրբ նահատակների բարեխոսական կարգ։ Իր ուղերձում Գարեգին վեհափառը շեշտել է, որ ցեղասպանության աղետալի դեպքերից 100-ամյակ անց, երբ թվում է, թե նման սոսկալի հանցագործությունները մնացել են անցյալում, ցավոք նոր ցեղասպան գործողություններով հայաթափվեց Արցախը, բռնությամբ տեղահանվեցին ավելի քան 120 հազար արցախցիներ։ Այս ծանր կացության և առկա սպառնալիքների հանդիման մեր նահատակների զոհողությունը մեզ պարտավորեցնում է ամրապնդել մեր միաբանությունն ու համերաշխությունը և հզորացնել հայոց պետությունը, է ամենայն հայոց հայրապետը։ Բարձրաստիճան պաշտոնյաների ուղեկցությամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Ծիծեռնակաբերդ։ Նրան ուղեկցում էին նախագահ Վահագն Խաչատուրյանը, ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ։ Հուշարձանի մոտ Հովհաննես Շեքիջյանի գլխավորությամբ Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբը կատարում էր Հայաստանի օրհներգը։ Պաշտոնյաները ծաղիկներ են խոնարհել հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ։ Մինչև այդ հղած իր ուղերձում Փաշինյանը նշել է, որ իշխանությունը վճռականություն է դրսևորել առավել խորությամբ հասկանալու մեր ժողովրդի անցյալում ապրած ու պարբերաբար կրկնվող պատմությունը, ապագայում դրա կրկնությունը թույլ չտալու համար։ Այսօր մենք հասել ենք այդ նպատակին, այդ թվում նրա շնորհիվ, որ հասկացել ենք, որ չի կարելի թույլ տալ, որ մեծ Եղեռնը միջազգային խաղացողների մեկը մյուսի դեմ պայքարի գործիք դառնա։ Ակադեմիայի հրապարակած հայոց պատմության հատորյակում է հիմնավոր կերպով արձանագրված է, որ մեծ Եղեռնը այլոց թվում հայ ժողովրդին միջազգային խարդավանքների մեջ ներքաշելու գործելակերպի հետևանք է, գրել է Փաշինյանը։ Ուժեղ Հայաստան կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանը խստորեն քննադատել է գործող իշխանություններին ցեղասպանության ճանաչումն արտաքին քաղաքական առաջնահերթություններից հանելու և զոհի ու դահիճի միջև հավասարության նշան դնելու փորձերի համար։ Անդրադառնալով տարածաշրջանային խնդիրներին, նա նշել է, որ թեև կողմ է Թուրքիայի հետ հարաբերությունների հաստատմանը, սակայն դա պետք է տեղի ունենա բացառապես առանց ազգային արժանապատվության և պատմական ճշմարտության զիջման։ Նարեկ Կարապետյանը Ծիծեռնակաբերդում հայտարարել է, որ հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը հայրենիքի անվտանգության և նոր ոճիրների կանխարգելման գլխավոր երաշխիքն է։ Անդրադառնալով անցյալի էջը փակելու իշխանական կոչերին, Կարապետյանը նախազգուշացրել է, որ դա իրավական պաշտպանվածության բացակայության պայմաններում ճանապարհ կհարթի թշնամու նոր պահանջների համար։ Ըստ նրա, Ադրբեջանն արդեն իսկ սեփական կեղծ ցեղասպանության թեզերն է շրջանառում, փորձելով հող նախապատրաստել 300 հազար ադրբեջանցիների Հայաստան վերաբնակեցնելու համար։ Զուտ թվեր չեն, մարդկային ճակատագրեր են, մարդիկ ովքեր չեն փոխել իրենց հավատը, չեն փոխել իրենց ազգը, ազգային լեզուն եւ այդ պատճառով ենթարկվել են սպանդի։ Դա մեծ նշանակություն ունի հայերի համար մինչև այսօր եւ մեզ համար շատ տարօրինակ է, որ 1,5 միլիոն ճակատագիր մեր հայրենակիցների, մեր նախնիների ճակատագիրը ինչ որ մարդիկ կարող են սարքել քաղաքական իրենց այսօրեական խնդիրներ լուծելու համար
խաղարկում։ Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով ուղերձ է հղել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ Դաշնության նախագահը շեշտել է, որ միջազգային հանրությունը պետք է միավորի ջանքերը հայոց ցեղասպանության նման ողբերգությունների կրկնությունը թույլ չտալու համար։ Այսօր մենք գլուխ ենք խոնարհում 20-րդ դարի ամենասարսափելի ողբերգություններից մեկի՝ հայ ժողովրդի ցեղասպանության զոհ դարձած 100 հազարավոր մարդկանց հիշատակի առաջ։ Անպաշտպան ոչ մի մեղք չունեցող մարդկանց նկատմամբ գործված դաժան կոտորածը, որոնք սպանվեցին, վիրավորվեցին, արտաքսվեցին իրենց հայրենի քաղաքներից եւ գյուղերից, ցնցեց ամբողջ քաղաքակիրթ աշխարհը։ Իսկ դրա աղետալի հետևանքները համոզիչ կերպով ցույց տվեցին, թե դեպի ուր է տանում կրոնական թշնամանքի, ազգայնականության եւ այլատյացության բորբոքումը, նշել է Կրեմլի ղեկավարը։ Մեր երկրի դիրքորոշումը այս հարցում միշտ անփոփոխ է եղել։ Այն արդեն 1915 թվականի մայիսին արտացոլվել է Ռուսաստանի, Մեծ Բրիտանիայի եւ Ֆրանսիայի համատեղ հռչակագրում, որը դատապարտում էր հայ ժողովրդի նկատմամբ բռնությունը որպես հանցագործություն մարդկության եւ քաղաքակրթության դեմ։ Իսկ պատմության նոր փուլում 1995 թվականի ապրիլի 14-ին ընդունված Պետդումայի հայտարարության մեջ։ Համոզված ենք, որ զանգվածային ոչնչացման եւ մարդկանց ազգային հատկանիշով արտաքսման քաղաքականությանը ոչ մի արդարացում չկա եւ չի կարող լինել, եւ միջազգային հանրությունը պետք է միավորի ջանքերը, որպեսզի նման վայրագություն երբեք եւ ոչ մի տեղ չկրկնվի։ Այդ տարիների հետապնդումներն ու ռեպրեսիաները դարձան չբուժվող վերք շատ սերունդների հայերի համար, սակայն վերապրած դժբախտությունը միավորեց մարդկանց, որոնք ցույց տվեցին ավանդույթներին հաստատուն նվիրվածություն, իմաստություն եւ քաջություն։ Համոզված եմ, որ առաջիկայում էլ Հայաստանի որդիներն ու դուստրերը կպահպանեն ազգային ինքնատիպությունը, հազարամյա մշակույթը, լեզուն, ազատությունը եւ հոգեվոր արժեքները։ Հայոց ցեղասպանության զոհերի ողջակոչման արարողությունները մեկնարկել են 3 երեկոյան ՀՅԴ նախաձեռնած ջահերի երթով։ Հանրապետության հրապարակից մեկնարկած ավանդական երթի բազմահազար մասնակիցները ջահերով ու դրոշներով քայլել են դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, մինչև այդ այրելով Օսմանյան կայսրության իրավահաջորդ եւ հայոց ցեղասպանությանը ժխտող Թուրքիայի դրոշը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարևան երկրի դրոշը այրելը համարել է անթույլատրելի եւ անպատասխանատու, ծածրիչ եւ լարվածություն հրահրող, իսկ երթի մասնակիցները, քաղաքական եւ հասարակական գործիչները հուշահամալիրում միասնական աղոթք են բարձրացրել անմեղ զոհերի հոգիների համար։